քարոզարշավը յակարաստողներից մեկը եղաք, ինչու։ Ինչ առումով ամենահամեստ։ Մտածում էին, որ երևի դուք նաև համերգով կամփոփեք ձեր քարոզարշավը, բայց փաստորեն Ես ամենասկզբից քարոզարշավի բոլորին ասել եմ, որ Hayat Project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու, որովհետև ես չեմ ուզում առավելություն ստանամ երիտասարդների դաշտում, որը այսպես թե այնպես ունեմ։ Ասում են, որ ձեր ընտրողը ի դեպ մինչև 35-ն է, եւ դուք գողացել եք հենց այդ սեգմենտին, որը ամենապասիվ ընտրողն է բոլոր ընտրական գործընթացներում։ Համաձայն եք։ Ես չեմ գողացել, ես հալալ քրտինկով վաստակել եմ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք բոլորը կան ընտրատեղամասեր, ոչ եմ անում հատկապես երիտասարդներին անպայման գալ մասնակցել, որովհետև այս քաղաքը կարիք ունի իրոք երիտասարդանալու։ Ես օրինակ իմ առաքելություններից մեկը պատկերացնում եմ հենց դա, որ Գյումրին պետք է ստանա երիտասարդական ընթացք, այո, շատ կարևոր է։ Զարգացումներ սպասում եք Պաղմղթյանի։ Ինչ առումով։ Մինչև օրվա վերջը արկածախնդիրների զարգացումը։ Դե օրը ցույց կտա, ամեն դեպքում ես այս պայի դրությամբ կարող եմ փաստել, նաև վերջի 15 օրը շատ լավ վերլուծելուց հետո, որ ընդդիմադիր տեխնացուները մրցում են ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, այլ պետական վարչական ռեսուրսի եւ Սարիկ Մինասյանի ԱԱՑ-ի ղեկավար բարեկամի հետ։ Ինչ անում ԱԱՑ ղեկավար բարեկամը։ Ինչ որ բաներ։ Մասնավորապես Ինչ որ բաներ։ բարևում է մարդկանց, անցնում է, ստիպում է, որ գնան իշխանությանը։ Օդում կախված լուրերի համաձայն ինչ որ բաներ անում է, օրվա վերջ կերևան։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանն է օդում կախված լուրերի համաձայն պնդումներ անում, ինչը այդքան հավաստի չի։ Դե վատ օրինակները վարակիչ են, Նարեկ ջան, մենք փորձում ենք վատ օրինակով լավ երկիր կառուցել։ Սպասենք ընտրեք նոր շարունակենք։ Հա։